5-րդ ալիքի եթերում օրագիրն է բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն։ Մայիսի 27-ին, այսինքն այսօր ժամը 07:00-ից մինչև 12:00 փակ կլինեն հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան Ամիրյան, Աբովյան Արամի, Նալբանդյան Սախարևի հրապարակ, Մելիք Ադամյան, Տիգրան Մեծ, Ագաթանգեղոսի Խաչմերուկ, Բեյրութ, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա Ագաթագեղոսն ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան հանրապետության հրապարակ, ճանապարհահատվածները, եթե կարող եք, խուսափեք այդ հատվածներում մեքենաներով երթևեկելուց։ Ներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, իմ հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Պարոն Ջամալյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Պարոն Ջամալյան, մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան, հուշագրեր ստորագրեցին Արարատ Միրզոյանի հետ եւ շատերը այնուամենայնիվ որակեցին այս այցը, կարճաժամկետ այցը Հայաստան, որպես նախընտրական աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Դուք ինչպես կորակեիք։ Ես ճիշտ ասած այլ կարծիք ուղղակի չեմ էլ պատկերացնում, անսպասելի այց Այո, օրվա ամերիկյան վարչակազմին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը եւ այս կերպ իրենք փորձում են օգտակար լինել այդ անձնավորությանը։ Սա ակնհայտ աջակցություն է Թրամփի վարչակազմը ես այստեղ հատկապես ուզում եմ ընդգծել իր հակաիրանական հեռահար պլաններում Հայաստանը դիտարկում է որպես կարևոր օղակ գործոն եւ օղակ եւ ուղղակի անհնարին է չնկատել Ռուբիոյի այցի այդ թաքնված հակաիրանական ենթատեքստը անկախ այն հանգամանքից որ հիմա բանակցում են Իրանի հետ եւ այլն դա խնդրի բոլորովին այլ կողմն է, հա Իրանը ճնշել է Իրանը այսպես ակցանի մեջ վերցնել եղել ու մնալու է Ամերիկան համենայն դեպս Թրամփի վարչակազմի համար շատ կարևոր առաջնահերթություն եւ իհարկե կա թրիփ որը վերջին Իրանի դեմ այդ ամերիկա-իսրայելական ագրեսիայից հետո երբ Իրանը կարելի է ասել շահող դուրս եկավ, մի քիչ վերապահումներով եթե ասենք հաղթող դուրս եկավ եւ նոր աշխարհակաղակական բարձունքներ նվաճեց, իհարկե այդ ֆոնին թրիփի կենսագործումը բարդանում է, բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է ամերիկյան կողմը, չեմ կարծում թե հրաժարվի այդ հեռանկարից, փորձերից կյանքի կոչել, որովհետև այստեղ զուտ կոմունիկացիայի խնդիրը չի, կոմունիկացիան վերահսկելու եկամուտ ստանալու խնդիրը չի։ Դրա անվան տակ Իրանի հյուսիսային սահմանին ուրեմն ուժ, զինուժ կուտակելն է, դա ինչ տեսք կունենա այլ խնդիր է, դա ուրեմն ռեգուլյար զինված ուժերի փաստն է կարևոր։ Այո, ներկայացուցիչներ կլինեն թե մասնավոր ռազմական ընկերությունների հետախուզական ակտիվություն Իրանի դեմ, այսինքն հակաիրանական պլացդարմ դրա անվան տակ անխոս լինելու է, հա, թրիփի անվան տակ։ Ինչը մեզ դարձնում է իրանական կողմի համար թշնամի տրամադրված երկիր։ Եվ թիրախ Իրանի համար։ Ինչի մասին իրենք հայտարարել են, մեր դեմ կամ իրենց տարածքում մեր դեմ գործող երկրների ծառայություններ կամ ինչ-որ ուժեր։ Այո, այն երկրները, որի տարածքում կան հակաիրանական թշնամական կենտրոններ, Իրանի կողմից իբրև այդպեսին ընկալվող, իրենց համար մատչելի թիրախ է եւ կարծում եմ Իրանը պատրանքների տեղ չի թողել, եթե Աբու Դաբին են ուրեմն դարձրել թիրախ, հա, Միացյալ Էմիրությունները, ռեգիոնում բոլոր այն ուրեմն երկրներն ու կենտրոնները, որտեղ կային հակաիրանական ուժեր, ապա այդ ցանկում արդեն կարող է հայտնվել նաև Հայաստանը Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում։ Ամերիկացիները նաև իդեպ հետաքրքրված են մեր հանքահումքային ռեսուրսներով Սյունիքի եւ այնպես որ Ռուբիոյի այցը բացի կոմերցիոն, հա, այդ զուտ թրիփի հետ կապված լոգիստիկ, այո, այդ ամենից զատ նաև այդ հանքային ռեսուրսներին տեր դառնալու ենթատեքստն էլ այստեղ կա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երկրաբանի օրվա հետ կապված ամերիկյան փոխդեսպանը ինչ որ մի հայտարարություն էր արել, ու այստեղ շատ հստակ երևում էր էլի, որ իրենք հետաքրքրված են Սյունիքի ռեսուրսներով։ Եվ օրվա իշխանությունը դեմ չի լինելու, էդ էլ է տալու վստահ եմ։
եւ իհարկե թրիփը, որով քողարկվում է հակաիրանական այդ բանը, խարդավանքը ու դավադրությունը։ Պարոն Ջամալյան, բայց թրիփը միայն հակաիրանական է, որովհետև Օվերչուկը 10-ի հետ ունեցած հարցազրույցում հիշեցրել է Ռուսաստանի եւ Իրանի միջև Թուրքմենչայի պայմանագիրը։ Իսկ նաեւ նշել է, որ թրիփը դրանով խախտում է տարածաշրջանում ստեղծված բալանսը։ Սա կարծում եմ հստակ ուղերձ է, այո։ Շատ հստակ ուղերձ է, չէ, իհարկե թրիփը հակառուսական, բայց նախ եւ առաջին հերթին հակահայկական ծրագիր է, սխեմա է, անկասկած, բայց բնականաբար նաև հակառուսական, Ռուսաստանը այստեղից վանելու մի ուրեմն սխեմա է։ Իհարկե Թրամփի վարչակազմի հետ ռուսները լեզու գտնում են, այսպես ասենք, էլի, բայց մրցակիցները եղել են, մնում են ուղղակի ինչ-որ աշխարհաքաղաքական որոշակի շեշտադրումներ ունի Թրամփի վարչակազմը, ինչը թույլ է տալիս ռուսների հետ ինչ-որ ընդհանրական եզրեր, այո, ինչ-որ եզրեր գտնել համագործակցության, բայց որ մրցակիցները եղել մնում են ու թրիփնել Ռուսաստանին ռեգիոնից վանելու հակաիրանական պլացդարմ իբրև այդ ռեգիոնը ըստունիքը ծառայեցնելու փաստ է։ Եվ եթե Նիկոլը վերարտադրվում է, մենք ունենում ենք Հայաստան, որը թշնամանում է թե Ռուսաստանի հետ, թե Իրանի հետ։ Հետևաբար մեր հեռուստադիտողը մեզ նայող մեր հայրենակիցները պետք է մի բան շատ հստակ հասկանան։ Նիկոլը ոչ թե խաղաղության օրակարգ է բերում, այլ գլոբալ պատերազմ է բերում, որում պատերազմի այդ ուրվականը շատ հստակ է, ուրվագծվում արդեն հիմա հենց Ռուբիոյի այցով էլ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, նշանակում է, որ Հայաստանը դառնում է թե Ռուսաստանի համար, թե Իրանի համար թիրախ, որովհետև Հայաստանը Նիկոլի օրոք, վերարտադրված Նիկոլի օրոք դառնալու է հակառուսական եւ հակաիրանական խարդավանքների մի պոլիգոն։ Պարոն Ջամալյան, միգուցե Նիկոլ Փաշինյանին ինչ-որ երաշխիք են տվել, որ օրինակ Հայաստանին ոչինչ չի սպառնա, եթե գնա այդ քայլերին։ Գիտեք, ես կարծում եմ գուցե անձամբ իրեն ինչ-որ երաշխիքներ են տվել, Իր հետ կապված, բայց ոչ Հայաստանի։ Չէ, Հայաստանի հետ կապված որևէ երաշխիք, որևէ մեկը եթե անգամ Նիկոլ փորձի Փաշինյանն տալ, անձամբ չի կարող տալ, այո, այս պահին։ Չէ, Նիկոլ Փաշինյանը իհարկե չի կարող տալ, Նիկոլ Փաշինյանը ինչ ասես կարող է տալ թշնամուն, բայց մեզ ինչ-որ երաշխիքներ կամ չէ, իհարկե չէ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, եթե Նիկոլ Փաշինյան եւ տալ բառը միավորում ենք իրար, ապա այստեղ շահում է մենակ ադրբեջանական կողմը, թուրքական կողմը, ամերիկյան կողմը, բրիտանական կողմը, Եվրամիությունը, Իսրայել, ով ասես շահում է, հա, բացի մեզանից։ Այ երաշխիքներ տալ մեզ այդ անձնավորությունը այլևս չի կարող եւ որևէ մեկն էլ չի կարող իրեն երաշխիք տալ, թե այդ հակաիրանական խաղերի արդյունքում Հայաստանը ուրեմն զերծ կմնա իրանական ուրեմն արդարացի պատասխանից։ Իրանը ցույց է տվել, որ եթե մի որևէ երկրի տարածքում կա իրեն վտանգող թշնամական կենտրոն, ինքը խփում է այդ կենտրոնին ու ոչնչացնում է այդ կենտրոնը։ Հետո էլ Հորմուզի նեղուցը փակել է, առ այս պահը ամերիկացիները չեն կարողանում այն բացել, ուրեմն շրջափակումն են շրջափակել, այդպիսի մի տերմին է հիմա շրջանառվում, բայց սա էլ արդյունք չի տալու, այնպես որ գիտեք ինչ, Այսինքն ամերիկացիները չկարողացան գլուխ գալ Իրանի հետ պատերազմում, մենք ինչ ենք անելու, պարոն Ջամալյան։ Իրենք թքած ունեն, թե մենք ինչ ենք անելու, ինչպես թքած ունեին, թե իրենց արաբական ուրեմն այդ սատելիտները, ինչ էին անելու, այսպես կոչված դաշնակից պետությունները, ինչ փորձանք ասես իրենց գլխին եկավ, եւ իրենք թքած ունեն ըստ էության, իրենց շահից բացի ոչինչ չի հետաքրքրում, թե ամերիկացիներին, թե նույն Եվրամիությանը, թե նույն բանին, հա, բրիտանական կենտրոններին։ Մենք պետք է խելք ունենանք, իմաստություն ունենանք ու թույլ չտանք, որ մեր երկիրը իդեմս այս մարդու, հա, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ վերածվի ուրեմն հակառուսական կենտրոնի ու հակաիրանական կենտրոնի, ըստ այդմ նաև Ռուսաստանի ու Իրանի համար թիրախի, հարվածի թիրախի։ Այսքան քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին, բայց արդեն երկրորդ օրն է Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձերն են անցնում նոր տեխնիկա է ցուցադրելու Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին, որը գնել է այն 8 միլիարդ դոլարով։ Արդյոք հասցրել եք ծանոթանալ, թե մոտավորապես ինչ է ցուցադրվել կամ
Ընդհանուր առմամբ ինչպես եք ընկալում այս զորահանդեսը։ Սա հայոց բանակի հետ առնչվող զորահանդես է, թե ավելի շատ Նիկոլ Փաշինյանի զորահանդեսն է։ Սա Նիկոլ Փաշինյանի կատարմամբ հնդկական կինո է, ինչու հնդկական կինո, որովհետև Հնդկաստանից վերված տարաբնույթ սպառազինություն են մեզ ցուցադրելու, բայց մինչ այդ ես ուղղակի ուզում եմ լոգիկան հասկանալ, մի բացատրություն ունեմ տրամաբանական, թե ինչու պետք էր այդ տեխնիկան շքերթից, այսպես կոչված, շքերթից 4 օր առաջ բերել կուտակել առանց այդ էլ խցանումներում խեղդվող Երևանում, կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը 4 օր, լրիվ հարց է 28-ից հետո ինչքան են պահելով։ Լավ, սա ինչ է, սա հաշվարկել չկարողանալ է, սա կառավարման արվեստին չտիրապետել է, սա ինչ է, էլի, սա թե այնքան են կտրվել իրականությունից թքած ունեն մարդկանց վրա, սա ինչ է, իմաստը որն է այդ տեխնիկան բերես 4 օր առաջ շքերթից պահես այդ փողոցներում ու կաթվածահար անես Երևանի երթևեկությունը, որ ինչ, հələ մի հատ էլ արգելել է նկարել մինչև շքերթը, այդ արգելքը խախտել է հենց իրենց այդ ԿՊ-ական, չգիտես ով, լավ ինչի պետք է, ինչ իմաստ ունի արգելել նկարել այն, ինչ փողոցում կանգնած է, այդպես Ինչու սեփական կուսակիցները նկարում են։ Այո, եւ առավել եւս ողբամ ձեզ, եթե ձեր արգելքը ձեր կուսակիցն է ոտնատակ տալիս, ու դուք հələ ուզում եք վերարտադրվել այսքանից հետո։ Ես չգիտեմ ինչ քարոզչական էֆեկտ են իրենք ստանալու ամսի 28-ին, բայց որ իրենք հասցրել են ոտնատակ տալ, փչացնել իրենց իսկ այդ քարոզչական էֆեկտը, սա փաստ է, որովհետեւ 4 օր շարունակ, հələ չգիտեմ 28-ից հետո որքան է մնալու այդ տեխնիկան հրապարակներում։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ բավականաչափ կմնա, որպեսզի բավականաչափ, այսինքն խցանումները առաջիկա մի քանի օրը, չգիտեմ, մի շաբաթ, հա, վայելեք խցանումները, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարդիկ պետք է գան, այսպես շոշափեն այդ հնդկական զենքերը, բան տեսնեն մոտիկից, չգիտեմ։ Մի բացատրություն ունեմ, եթե սա մինչև հունիսի 7-ը ներառյալ հունիսի 7 այդ տեխնիկան մնաց Երևանի փողոցներում, ուրեմն միտումնավոր են անում, որպեսզի արհեստական խցանումներով դժվարություն ստեղծեն տեղափոխվելու առումով մեր քաղաքացիների համար, որպեսզի դժվարանա գնալ քվեարկել։ Այդ կերպ քվեարկելուն խոչընդոտել է։ Եթե մինչև ամսի 7-ը տեղափոխեն զորանոցներ, այդ դեպքում գործ ունենք ուղղակի լավ եթերային բառապաշարը այո, չենք կարող եթերում գործ ունենք բոլորը հասկացան ինչի հետ։ Բայց հիմա եկեք այս բովանդակության էլի խոսենք, Հայկա ջան, որովհետև այն ինչ մեզ մատուցում են, սա շքերթ չի, սա զորավարժություն չի, սա զորավարժության տնազ է, էլի, սա խեղել է նշանակում։ Ինչու՞։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, չնայած ասում էր, որ հզոր բանակը անվտանգության երաշխիք չի, փորձում է ցույց տալ, որ այնուամենայնիվ բանակի համար գնել է ժամանակակից ու նոր զինտեխնիկա։ Նախ բնականաբար 8 միլիարդի չի գնել։ Հələ կհաշվարկեն մասնագետները, ես էլ կփորձեմ այսպես տեսնելով, հա, ինչ այնտեղ ցուցադրվելու, հաշվարկել տեսնել մոտավորապես ինչ գումար է ծախսվել այդ տեխնիկայի վրա։ Հիմա առաջինը։ Նախ բոլորը շատ լավ գիտեն խնդրով զբաղվող մասնագետները, որ Հայաստանի պարագայում ոչ այնքան պրոբլեմային է զենք ձեռք բերելու փաստը, պրոբլեմային այն առումով, որ մենք ռեսուրսների սահմանափակություն ունենք եւ պետք է գտնել որակի եւ գնի ճիշտ հարաբերակցությամբ մի բան, չէ՞, բայց մեզ համար շատ ավելի պրոբլեմային է այդ զենքը տեղ բերել հասցնելը։ Այսինքն մենք այդ լրջագույն խնդիր ունենք։ Վրաստանը, եթե օդային տարածքը փակում է, մնում է մենակ Իրանի տարածքով այդ զենք բերելու հեռանկարը։ Սկսեմ ֆրանսիականից։ Տեսեք, օրինակ, այնինչ հաստատ կցուցադրվի, ենթադրում եմ, այդ ցեզարները, հաուբիցներ 155 մմ-անոց, որակի առումով ոչինչ ասել չեմ կարող, լավն են։ Եվ որոշակի փորձառություն էլ կուտակված կա Ուկրաինայում կիրառում են ռուսական բանակի դեմ բարի, բայց աշխարհագրություն, լոգիստիկա, բերեցիր, հասցրեցիր տեղ։ Ուրեմն եկեք իրերը կոչենք իրենց անունով։ Հայաստանի առաջ ապառազմականացման պահանջ դրած Ալիևը, այդ Ալիևից սարսափած իշխանությունը, որը 6 տարի է զորավարժություն չի անցկացնում, մեկ էլ հանկարծ այդ ինչպես պատահեց, որ Վրաստանը թույլ տվեց, որ այդ ֆրանսիական սպառազինությունը իր տարածքով գահասնի տեղ։ Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը չի հակազդել։ Մի դիտարկում
Այն ժամանակ, երբ Հայաստանը խոսում էր նոր սպառազինություն գնելու մասին, Ադրբեջանից սպառնացող հայտարարություններ էին հնչում, հիմա Ալիևը լռում է։ Այո, որովհետև Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլը վերարտադրվի, դրա համար ինքը հանդուրժել է, որ այդ մի խմբականակը կամ գուցե դրանից առաջ էլ ինչ-որ բան թողնեն գա հասնի տեղ, ինքը վարկանիշային որոշակի աճ ունենա դրա հաշվին, որովհետև եթե Ալիևի սրտի տեխնացուն այստեղ վերարտադրվում է, հա, իդեմս Նիկոլի, մեկ է Ալիևը շատ լավ գիտի, որ այդ զենքը ինչ որ Նիկոլը բերում հասցնում է տեղ չի կրակելու պատերազմի ժամանակ, կամ 10%-ով է կրակելու։ 10%-ով է կրակելու, կամ ոչնչացնելու են, կամ իրենց է մնալու։ Բայց հիմա հիմնավորենք թե ինչու։ Ֆրանսիական զենքը բերել է զինամթերքի մատակարարման անխափանությունը ապահովել պատերազմական իրավիճակում հնարավոր չի լինելու։ Վրաստանը մեկ անգամ չէ որ օդը փակել է Հայաստանի համար 44 օրյա ժամանակ 2016-ին էլ խնդիրներ ստեղծելի դեպ, բայց այն ժամանակ հաղթահարելի են եղել խնդիրները, հա։ Մնում է իրանական ճանապարհը, ֆրանսիական զենքը Իրանով չի գալու, ՆԱՏՕ-ի անդամ երկիրը բացառված է, որ Իրանով կարողանա զենք փոխադրել, Իրանը չի թողնի ուղղակի overջ, եւ ըստ այդմ այդ ուրեմն հաուբիցների ռազմամթերքը արկերը պատերազմական իրավիճակում երբ պետք է թույլաtsնել թշնամուն ու Ալիևի ու Էրդողանի ճնշմամբ վրացիները կրկին անգամ օդը կփակեն, այդ ժամանակ մենք կունենանք այդ Սեզարների ռազմամթերքի մատակարարման լրջագույն խափանումներ եւ այդ սպառազինությունը կամ շատ քիչ կկրակի կամ առասարակ չի կրակի։ Սա մեկ։ Իսկ ինտենսիվ պատերազմի ժամանակ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Մենք ինտենսիվ պատերազմի մասին ենք խոսում, ինտենսիվ ռազմագործողությունների, դա կնշանակի արկերիսով, դա կնշանակի որ մեր հրետանին լուր է լինելու։ Մենք լրջագույն ուրեմն բաց ենք ունենում, հա, այդ հակամարտության մեջ։ Այսինքն 1-2 օր կարող են դիմակայել, բայց հետո այո, հրետանին արկերի խնդիր է ունենալու։ Արկերի սով ենք ունենալու։ Բայց բացատրենք, որովհետև բնակչության մեծ մասը չի հասկանում թե ինչ է շարունակում։ Իրենց թվում է զենքը կա, դա միշտ ու անդադար աշխատելու է։ Բայց դրա սպառազինությունը տեղ բերել հասցնելու մեծագույն խնդիր է առաջանալու հենց պատերազմական իրավիճակում։ Դեռևս վստահ եմ, որ մինչ պատերազմական իրավիճակում էլ առաջանալու է վերարտադրվեց այս բոնուսները, որ Նիկոլին տալիս են Ադրբեջանից ու չգիտես որտեղից վերանալու է սա։ Հիմա այդ խնդրի լուծման ուրիշ ելք կա, եթե դու գործարան հիմնես, փորձես ինքդ արտադրել։ Բայց դա տասնյակ հարց է։ Բացի նրանից, որ ժամանակ է պահանջում, դա Ալիևը չէ թողնելու, ապա ռազմականացման այդ պահանջը կա, երասխի մոտ մի գործարան չթողեցին նորմալ կառուցվի, որ մնաց արկերի գործարան։ Նույնիսկ Ամերիկայի դրոշը չփորձեց կրակել էին Ամերիկայի դրոշի վրա, այո, թող Մարկո Ռուբիոն գնա իր դրոշը, ծակված դրոշը իր աչքով տեսնի, հասկանա։ Լավ ինչև է, հիմա տեսեք։ Իդեպ Ռուբիոյի մասին շատ հետաքրքիր, հա, կապենք այդ հակաիրանական կոնտեքստի ու սպառազինությունների մատակարարման հարցը։ Իրանի հետ ամերիկացիները ՆԱՏՕ-ի սրանց տերերը արգելում են սրանց նիկոլական իշխանությանը ռազմատեխնիկական հարաբերություններ հաստատել։ Մենք Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ չկանք, տնտեսական եւ այլն, բայց այստեղ չէ։ Չնայած Իրանի կողմից բազմաթիվ առաջարկներ եղել են։ Բազմիցս, այո։ Իրանը արտադրում է 155 մմ-անոց արկերի բավական մեծ նոմենկլատուրա, տրամաչափը իր տարատեսակները ունի եւ այստեղ կարելի է գտնել այդ Սեզարներին համադրելի ինչ-որ բան, հա, արտադրանք։ Բայց Իրանի հետ փակ է համագործակցության հեռանկարը։ Մնում է լավագույն դեպքում էլի Հնդկաստանը կամ Չինաստանը կամ բայց որտեղից էլ դու առնես այդ Սեզարների բանը, հա, արկերը, գալու է բանով Իրանի տարածքով։ Այսինքն դու այդ մատակարարումները կախվածության մեջ ես դնում Իրանի ու որտեղից որ առնում ես այդ երկրի հարաբերություններից առաջին հերթին, բայց այստեղ շատ կարևոր մի բան, եթե Ռուբիոն գալիս է իր հակաիրանական այդ թաքուն կոնտեքստով, հա, պարզ է որ դու Իրանի հետ հարաբերությունները վատթարացնում ես Ռուբիոյի ու ամերիկյան այդ հեռանկարները առաջի պլան մղելով, դե վերարտադրվի ամերիկյան հակաիրանական սխեման աշխատելու է, բա որ աշխատելու է, էլ ո՞նց է այդ սպառազինության ռազմամթերքը Իրանի տարածքով տեղ գալու, չէ որ Իրանը կարող է իր օդային տարածքը, ցամաքային բանը փակի տարածքը ուղղակի ճանապարհները փակ, թույլ չտա, եթե մենք թշնամաբար ենք իր դեմ տրամադրվում, եթե հակաիրանական սխեմա ենք բանեցնում, դառնում ենք մաս, դառնում ենք մաս,
Բնականաբար ինքը իր տարածքը թույլ չի տա, չէ՞ որ մեր այդ սպառազինության համար այդ զենքի ճանապարհը կփակվի։ Այսինքն մի ձեռքով բերում են այստեղ հնդկական կինո են ցույց տալիս, մյուս ձեռքով համակարգային հակաիրանական ու հակառուսական իրենց քայլերով ու դարձած այդ մեծ արևմտյան հակաիրանական հակառուսական այդ սխեմաների մի հատ բան է, մաս իրենք ըստ էության այնպիսի ռիսկեր են ստեղծում պաշտպանական, որի տակից դուրս գալ չեն կարող։ Այդ զենքը ինչ ցուցադրվի ամսի 28-ին դրա սպառազինության մատակարարման խնդիրների հետ են կառնչվելու պատերազմի ժամանակ։ Դեռ հարցական է ժամանակ կունենան ներդնել պաշտպանական համակարգում, թե չէ։ Այո, այմա տեսեք, հնդկական սպառազինությունը օրինակ այս ծեզորների վերաբերյալ չեմ կարող ասել որ անորակ է։ Ինքը սպառազինության խնդիր կա, բանը, մթերքի, զինամթերքի խնդիր կա։ Բայց հնդկականի հետ կապված կան վերապահումներ որակի։ Լավ բերել եք, մի 2 տարի առաջ մոտավորապես սկսվել են մատակարարումները, եթե չեմ սխալվում։ Կներեք, իսկ փորձարկված են իրեն, այսինքն պատերազմական գործողությունների ժամանակ իրենց դե Պակիստանի հետ ինչ որ այդ իրենց այդ կոնֆլիկտի ժամանակ ինչ որ բաներ փորձարկվում են, բայց այստեղ սա չի էականը։ Մենք զորավարժություն չենք անցկացրել։ Այդ բերված սպառազինությունը զորավարժությունների ընթացքում չի փորձարկվել, անձնակազմերը պետք է հմտանան, մենակ պոլիգոնում կրակելով չի։ Հասկանում եք, այսինքն պետք է իրական մարտական գործողություններին մոտ իրավիճակում այդ զենքերը կրակեն, անձնակազմը փորձ հավաքի։ Դուք դա չեք արել։ Հետո մի բան, ամենազավեշտականը։ Հնդկաստանը մոտ 1 ամիս ու կես առաջ հայտարարեց, որ Ռուսաստանից ձեռք է բերում S-400 հակաօդային պաշտպանության զենիթային համակարգեր։ Եթե իրենը լավն են, ինչու է Ռուսաստանից ձեռք բերում։ Ապրեք, բայց եթե իրենք ինչ ասես արտադրում են, բայց ուրեմն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ որ վերապահում ունի, չէ, իրենց արտադրանքի որակի հետ կապված, որ այդ գումարը ոչ թե ներդնում է իրենց հնդկական կամպանիաների, իրենց հնդկական ռազմարտունաբերության զարգացման վրա, այլ տալիս է Ռուսաստանին, ընդդեղից բերում է ամենավորակյալը, որովհետև հասկանում է, որ որակական տարբերություն կա։ Բայց եթե հնդիկները առնում են ռուսականը, մենք ինչի ենք առնում, այնինչ հնդիկներն իրենց զինված ուժերի համար հələ վերապահումով մոտենալով չեն առնում։ Էլ չասած, որ այդ նույն S-400-ները, որ Հնդկաստանը առնում է բավական թանկ, մենք կարող ենք ձեռք բերել շատ ավելի մատչելի, մի քիչ էլ որ ջանք ու երանդ բանեցնենք, գուցե նաև ինչ որ մի խմբականակ ձրի էլ գա դաշնակցային հարաբերությունների բնույթով պայմանավորված, որովհետև մենք հայ-ռուսական դաշինքի իրավապայմանագրային բազան ունենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք դեռևս։ Ու եթե լինեինք բարի դրացիական հարաբերություններում, ենթադրում եմ գինը հնարավոր կլիներ բավականին իջեցնել։ Շատ ներքին գներով։ Ջամալյան, Նիկոլ հակադրությունն ու զավեշտը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակը քանդել են, իրենք բանակը ներողություն չեն քանդել, այլ իրենք բանակ կոչված ավերակը մի կողմ են դրել եւ զրոյից ստեղծել են բանակ։ Դուք գիտեիք, որ մենք բանակ չենք ունեցել կամ զրոյական մակարդակում գտնվող բանակ ենք ունեցել մինչև Նիկոլ Փաշինյանի բարեփոխումները։ Ինչ ասեմ, այստեղ չի կարելի մեկնաբանել։ Այստեղ մեկնաբանել չի կարելի, ես իրեն Սա բանակի, հայոց բանակի հերթական նվաստացումը չի Փաշինյանի կողմից։ Բայերկե։ Բայց նույն մարդը չէր 2020-ին որ հայտարարում էր, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակն են։ Այն որ մի հենակետ էին գրավել Տաուշի հատվածում։ Իդեպ լավ է որ վերցրել էին, անկեղծ է, բայց հայտարարում էր, չէ, ասում էր մեր զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բան։ Գիտեք, ես իր անունը որ հիմա լսում եմ, աչքիս առաջ է գալիս մի հատ սարսափելի մեծ խաշլամայի կտոր, հա, ու դրանից այն կողմ արդեն ես իրեն չեմ պատկերացնում։ Հիմա բան է ասել է էլի խաշլամա ուտելիս։ Ես զարմանում ես ենթադրում եմ, որ այդ շքերթի տրամաբանության մեջ խաշլամա լինելու է։ Իդեպ ես ենթադրում եմ, որ ինքն է չէ նկարագրելու այդ սպառազինության, մարտավարատեխնիկական բան։ Իսկ նախ սա Եթե մի քիչ փոխի, ինչպես սովորաբար պատահում է, այո։ Դե գուցե, չգիտեմ, դե եթե ինչ-որ միտեղ իմանա, որ խաշլամա են տալիս, կարող է մտափոխվի, գնա ուտի։ Ասել էր, չէ, Ախթալայի հետ, ուտի Ախթալայի բնակիչների հետ չհանդիպեցին, որովհետև խաշլամա էր ուտում։ Չնայած Ախթալայի բնակիչները միանշանակ շահել են դրանից վստահ եմ, որ խաշլամա ուտելու պատճառով իրենց հետ չի հանդիպել։
Բայց մի բան ասեմ, էլի, տեսեք, սա զորահանդես չի, իրենք անգամ զորահանդես բառը այսպես վերապահումով են օգտագործում, հաշվետվություն իբր, էլի, հա։ Ուրեմն սա նախ միջոցների վատնում է, որովհետև այն ինչ որ դուք ձեռք եք բերել, շատ թանկ եք ձեռք բերել։ Դուք հապկի եւ հայ-ռուսական դաշինքի եւ բանով, հա, ուղղությամբ ու այդ խողովակներով կարող էիք համարժեք սպառազինությունը ձեռք բերել շատ ավելի մատչելի, այստեղ վատնում կա միջոցների միանշանակ, դուք հավելյալ ռիսկեր եք ստեղծել այդ սպառազինությունը բերելով, անկառավարելի ռիսկեր եք ստեղծել մատակարարումների, սպառազինության ռազմամթերքի մատակարարումների հետ կապված, եւ այն ինչ որ իրենք անում են, սա անգամ դասական շքերթ չի, այսինքն այս շքերթի ու զորահանդեսի գաղափարն են խեղել այստեղ սարքել են ինչ որ կիսատ պռատ շոու, սա նիկոլական կատարմամբ հնդկական կինո է։ Ընտրություններին ընթառաջ, բայց ես վստահ եմ, որ մենակ այս բաները, պրոբկաները, հա, խցանումները, այդ քարոզչական էֆեկտը կզերոյացնեն, էլի։ Խոսենք ընտրություններից, քանի որ մեր ժամանակը սպառվում է, պարոն Ջամալյան, ընդդիմությունը խոշոր ընդդիմադիր դաշինքները, միավորները բավականին ակտիվ են գործում, մարդկանց հետ հանդիպումներ, տեսնում ենք նաև Նիկոլ Փաշինյանի մարդկանց հետ ոչ այնքան մեղմ, եթե ձևակերպենք հանդիպումները, ընդհանուր առմամբ ինչ տպավորություններ եք ստացել եւ ինչ դիտարկումներ ունեք։ Ուրեմն ես նաև համեմատում եմ 2021-ի հետ, երբ հələ դեռ այդ շոկի մեջ գտնվող մեր հասարակությունը չէր սթափվել, այսպես քաոս էր մեդիադաշտում, մարդիկ այդ աղետի պատճառը հետևանքային կապերը հստակ չէին գիտակցում եւ այդ ժամանակ դեռ ինչ որ մի հատված սրան հավատում էր։ Հիմա մենք տեսնում ենք մերժում, ուղղակի մերժում, Նիկոլ Փաշինյանի մերժումը ամենուր, ընդ որում ինքը նաև գյուղերում ու հեռու-հեռավորա չունի այն աջակցությունը, ինչ ուներ նույն 21-ին, եւ փոխարենը մենք տեսնում ենք, որ 3 հիմնական պետականակենտրոն ուժերը հարաճուն թափ են հավաքում եւ ես առիթը օգտագործելով ուղղակի խնդրում, հորդորում եմ մեր հայրենակիցներին գնալ ընտրության եւ ձայնը տալ 3 պետականակենտրոն ուժերից որևէ մեկին։ Ընդդիմադիր, բնականաբար, ընդդիմադիր 3 պետականակենտրոն ուժերից որևէ մեկին եւ այդ դեպքում մի որոշ ժամանակ անց մենք կտեսնենք ինչ ասել է զորահանդես, ինչ ասել է բանակ։ Իդեպ մի շատ կարևոր մի բանի մասին էլ խոսամ։ Շանտաժի միջոցով փորձում են վախեցնել մարդկանց, թե եթե Քոչարյանը գա, Կարապետյանը գա, ուրեմն պատերազմ է։ Ես շատ ասում եմ պատերազմի կուսակցություններ, այդպես է փորձում որակել։ Այո։ Ուրեմն որովհետեւ մենք այդ անհագ ախորժակի տեր անձնավորության այդ սուտն ու կեղծիկը հերքենք, հա, հավերժ սովածի։ Հետևյալը ասեմ, էլի կա շատ հստակ սխեմա, Հայկա ջան, թե ինչու չի կարող լինել պատերազմ։ Ուրեմն եթե 3 պետականակենտրոն ուժեր ընդդիմադիր կոալիցիա են կազմում ու ձևավորվում է նոր պետական իշխանություն, պատերազմ չի լինում։ Հարց ինչու, որովհետև հայ-ռուսական իրավապայմանագրային բազան, դաշնակցային հայ-ռուսական դաշինքի իրավապայմանագրային բազան կա գործում է մինչև հիմա, մենք դեռ շարունակում ենք մնալ հապկանդամ։ Իսկ սա նշանակում է, որ նոր իշխանության ղեկավարը վերցնում է լսափողը, կամ երբ Վլադիմիր Պուտինը շնորհավորի նոր իշխանության ղեկավարին, այդ շնորհավորական ֆորմալ 2-3 բառից հետո անմիջապես պետք է քննարկվի Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու հնարավորությունները, մասնավորապես պետք կգնահատվեն ռիսկերը, հավանական է արդյոք Ադրբեջանից հարված թե ոչ, եթե հավանական է ինչ ուժերի ու միջոցների կիրառմամբ։ Ըստ այդմ հարց Հայաստանի Հանրապետությունը ինչ ունի դրան հնարավոր այդ ագրեսիային դիմակայելու եւ ինչի կարիքը ունի։ Ինչի կարիքը որ կա, անմիջապես սկսում է այդ անհրաժեշտի մատակարարումը, զուգահեռաբար ռուսական կողմը, նաև իրանական կողմը դիվանագիտական խողովակներով զգուշացնում են Ալիևին զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայից, անխուսափելի պատասխանի հեռանկար ունենալով ոչ միայն Հայաստանի կողմից, իսկ Ալիևը եթե գա, շատ պրագմատիկ գործիչ է, տեսնելով որ կա լրջագույն հակազդեցություն այդ պարագայում, ինչպես Իրանին սպառնաց հետո օգնություն ուղարկեց տեսնելով որ չի կարող այո ագրեսիա բանեցնել, այստեղ էլ օգնություն չի ուղարկի, բայց չել խփի։ Իսկ մենք այդ ժամանակահատվածը հանգիստ արարման
երբ կկանխվի այդ վերականգնվելու ընթացքում ամենազգայուն փուլում Ադրբեջանի հարվածը, մենք այդ ժամանակահատվածը կօգտագործենք բանակը վերականգնելու, բանակի մարտական հնարավորությունները վերականգնելու համար, սուբյեկտի կվերածվենք եւ արդեն ունենալով ռազմաքաղաքական աջակցություն, դաշնակիցների աջակցությունը, բայց նախ եւ առաջ մեր արդեն վերստեղծված հզորությունը թույլ չենք տա Ադրբեջանին մեզ հետ խոսալ սպառնալիքի լեզվով, որ մնաց թե ագրեսիա բանեցնել։ Պատերազմ չի լինելու։ Պետք է ընտրել 3 պետականակենտրոն ուժերին դրա համար։ Իսկ եթե Աստված չանի, ինքնուրույն չի կարող, չէ՞, պատերազմ սկսել առանց Ալիևը շատ, ուժեղ, գիտեք ինչ, Ալիևի ամենամեծ խաղաքարտը Նիկոլ Փաշինյանն է։ Ալիևը չի կարող ինքնուրույն պատերազմի որոշում կայացնել բնականաբար, Ալիևյան Էրդողանի բոլոր մեր տեսանելի անտեսանելի թշնամիների հաջողության գրավականը Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը չկա իշխանության ղեկին, չկա հանձնել, չկա պարտություն։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, այդ դեպքում սպասեք աղետ ոչ թե Ադրբեջանից, թեև Ադրբեջանից նույնպես, Իրանից սպասեք, Ռուսաստանից սպասեք, որովհետև Նիկոլ Փաշինյանը թշնամացնում է մեզ, մեր բարեկամների հետ ու մեր երկիրը վերածում նրանց արդարացի շատ արևմտամետներ ասում են Ամերիկան թույլ չի տա, Եվրոպան թույլ չի տա, շտապեն օգնության։ Դե թող արևմտամետները իրենց ամերիկացիների հետ միասին գնան Հորմուզի նեղուցը բացեն։ Թող գնան ու բացեն։ Ասեցում, որ պետք է օգտվում է, թող իրենք բացեն։ Դե հիմա մեր արևմտամետները այդպես Ամերիկայով տարված են, թող տեսնեն Ամերիկան կարողանում է բացել, թե այդպիսի խորամանկ մանիպուլյացիաներով իր թուլությունը փորձում է քողարկել։ Ամերիկան չի կարող մեր երկրի շահերի համար հակադրվել Թուրքիային, նա այլևս այն գերտերության կարգավիճակն էլ չունի։ Իրանի հետ այս ցախողված ագրեսիայից հետո առավել եւս լրջագույն խնդիրներ ունի իր ազդեցությունը աշխարհի տարբեր կետերում պահպանելու, այնպես որ Ամերիկան ու Միացյալ Եվրոպան, առավել եւս Մակրոնը Բրիջիտի կողմից ագրեսիայի ենթարկվող պարբերաբար մեր համար անվտանգության երաշխավոր լինել չեն կարող։ Հատկապես որ մի քանի ամիս է մնացել Մակրոնի պաշտոնավարման։ Այո, իդեպ այս շքերթի համար մի բան էլ ասեմ, մենք եթե սպառազինությունը ձեռք ենք բերում ոչ թե հակադրության տրամաբանությամբ, այլ լրացնելու տրամաբանությամբ, նորմալ է։ Այս ամբողջ խեղկատակությունը, ինչ զորահանդես են անվանելու, այս ամենը սպառազինություն կոչեցյալը ձեռք է բերվել հակադրության տրամաբանությամբ։ Ռազմատեխնիկական համագործակցություն դիվերսիֆիկացնելու անվան տակ Ռուսաստանի հետ կապերը խզելու խնդիր են լուծել։ Նաև այդ խնդիրն է։ Եվ եթե լրացնելու տրամաբանությամբ հետագայում մենք որոշենք, որ պետք է Ռուսաստանից զատ այլ երկրներից զենք ձեռք բերել, որտեղից ասես, բրավո, ոչ մի խնդիր չկա, որտեղ լրացնելու տրամաբանությամբ մենք ուժեղանում ենք։ Իսկ հակադրման տրամաբանությամբ եթե զենք ես ձեռք բերում, անվերահսկելի ռիսկերի հետ ես առնչվում ու պատերազմի ժամանակ կրախի առաջ ես կանգնում։ Ինչպես սուերի պարագայում չեն թռել, չեն օգտագործվել, այս զենքերի զգալի հատվածը Նիկոլի վերարտադրության դեպքում ռեալ պատերազմական իրավիճակում չի օգտագործվելու, որովհետև ռազմամթերքի սղության խնդիր է ունենալու։ Այս մասին թող մեր հեռուստադիտողները լավ մտածեն, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Ջամալյան։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։